Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան։ Պարոն Ստեփանյան, կրկին խոսել է երկրորդ նախագահը, թե բա պերաշտի ուտելու փոխարեն զանգենք ԱՄՆ, զանգենք ԵՄ, ասեք էս ինչ եք անում, մի հատ ստոպ, այս մոտավորապես իր խոսքերն եմ մեջ բերում, բայց այնուամենայնիվ, պարոն Ստեփանյան, հասկանանք, թե ինչու Հայաստանը չի միջամտում, որպեսզի Իրանում պատերազմը դադարեցնի, դրա մասին է դժգոհում նաեւ երկրորդ նախագահը եւ ինչու Հայաստանը նման չեզոք դիրքորոշում եւ դիրքավորում ունի այս Միացյալ Նահանգներ, Իսրայել, Իրան պատերազմում, ինչ կարող էր անել, որ չի անում Հայաստանի Հանրապետությունը։ Քոչարյանի այդպիսի հայտարարությունները առնվազն պարադոքսալ են, ինձ մոտ հարցեր են առաջացնում, որովհետեւ իրենց գիծն է, չէ՞, քաղաքական այդ Քոչարյան, Սարգսյան, Կարապետյան, մի խոսքով բոլորի, որ գործող իշխանությունը Հայաստանի տարածքը բերել եւ սարքել է հակասությունների տարածք, որ հիմա այստեղ մեծ տերությունները պատերազմ են աշխարհաքաղաքական բախումների այո, բախումներ Սորոսին են բերել, ամերիկացիներին են բերել, Եվրամիության դիտորդական առաքելությանն են բերել, իսկ այ Իրանը եւ Ռուսաստանը դժգոհ են լինելու եւ այստեղ բախում է լինելու։ Հիմա բախումը սկսվել է Իրանում, բախումը սկսվել է Ռուսաստանում, Ուկրաինայի մասին է խոսքը, ստե բախում չկա։ Հիմա իրանք դժգոհում են, ասում են խիչ եք ձեն հանում, որ բախում լինի ստեղ։ Ինչից է դիսկոմֆորտ։ Որ հանգիստ է։ Հանգիստ է, պատերազմ չկա։ Որ ընտրություններին գնում ենք լինելով տարածաշրջանում հանգստության կղզյակ։ Իրենց դա պետք չի։ Իրենց պետք է որ սահմաններին անդադ կրակեն, որ մարդիկ մահանան։ Որտեվ իրենց իշխանության վերադառնալու ճանապարհը արյունով է։ Իրենք եկել են արյունով, հեռացել են արյունով, Խոսքը Քոչարյանի մասին է, Սերժ Սարգսյանի մասին չի։ Եվ հիմա ցանկանում են վերադառնալ արյունով։ Հիմա երբ որ ստեղ այդ բախումները չկան, իրենք ուզում են որ բախում լինի։ Դրա համար են ասում Հայաստանը ինչի ձեն չի հանում, ինչի չի խառնում, սա մեր պատերազմը չի։ Սա մեր քաշային կարգի խնդիրը չի։ Հայաստանը փոքր երկիր է։ Հայաստանը ինչ որ պիտի աներ, արել է, որպեսզի այդ ամեն ինչից հեռու մնա եւ զերծ մնա։ Հիմա ես շատ եմ ցավում Իրանում կատարվողի համար, բայց մենք ոչ մի բան չենք կարող այստեղ անել։ Հիմա Փաշինյանը, որ մեջտեղից կիսվել, ինքը չի կարող ստիպի ամերիկացիներին կամ Իսրայելին, որպեսզի հա քսիվին, հա, այդ կորպուսին չոչնչացնեն կամ Թեհրանին չհարվածեն։ Այսինքն սա ուղղակի աբսուրդ է քաղաքական։ Եվ ես նորից եմ ասում, այստեղ կա շատ հստակ հակասություն իրենց խոսույթի միջև պատերազմի եւ իրենց խոսույթի միջև պատերազմից հետո։ Այդ երկու խոսույթները իրար հակասում են։ Բայց այնուամենայնիվ ասում է կրկին խոսել է թրիփի մասին նույն համատեքստում պարոն Ստեփանյան, որ եթե թրիփը իրականություն դառնար, հիմա Հայաստանն էլ չէր խուսափի այդ հրթիռներից եւ այդ հրթիռները նաեւ տեղ կգտնեին Հայաստանում, չէին շրջանցի Հայաստանը։ Կրկին հիշեցնում է, որ թրիփը դա տնտեսական պրոյեկտ չէ, դա Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Իրանին վերահսկելու եւ մոտիկ լինելու միջոց է եւ այսպես շարունակ։ Ինչու է նաեւ այսքան թշնամացած թրիփի հետ, թե երկրորդ նախագահը, թե նախկին ղեկավարները եւ ինչ են ուզում հիմա այս խոսույթով կրկին ապացուցել։ Հիմա ստացվում է Իրանին ասում է, տեսեք, այստեղ թրիփը ձեր համար վտանգավոր է, պիտի հրթիռ արձակեք, եթե թրիփ գոյություն ունենար։ Որովհետեւ թրիփը հակասում է իրենց տերերի շահերին։ Դա ակնհայտ է պատասխանը։ Իրանը կարող էր խփել Հայաստանի տարածքին մեկ դեպքում, եթե այստեղ լիներ ամերիկյան ռազմաբազա։ Մենք ինչի էինք ասում միջև այս պատերազմը։ Վաղուց Չէ, որ ստորից կա, չէ, մեր ժողովրդի մեջ։ Պետք է բերենք ամերիկացիներին, ֆրանսիացիներին, հնդիկներին, իրանցիներին, որ մեզ փրկեն։ Չէ՞։ Ինչ էինք ասում, ասում ենք պետք չէ ստե ոչ մի ռազմաբազա։ Ոչ մի ռազմաբազա, ռուսական ռազմաբազան պետք է այստեղից դուրս բերվի, եւ այստեղ չպետք է լինի որևէ օտար ռազմական ներկայություն։ Դրա համար էինք ասում։ Իմաստը եթե ամերիկյան ռազմաբազա լիներ, այո, Իրանը հարվածելու էր Հայաստանի տարածքին։ Միայն եւ միայն այդ դեպքում։ Դրա համար այստեղ չկա ամերիկյան ռազմաբազա։ Դրա համար այստեղ չկա Իրանի ռազմաբազա, չնայած ժամանակին իրանցիք ուզում էին դա անել։ Ես չեմ սխալվում, ես տեղը դրա մասին խոսեմ։ Չկա հնդկական ռազմաբազա եւ չպետք է լինի։ Սա կոչվում է քաղաքականություն։ Սա կոչվում է ինքնիշխանությունից բխող որոշում։ Երբ որ դու որոշում ես կայացնում ոչ թե հաճոյանալու համար, օրինակ Պարսիկին, Թուրքին, Ամերիկացուն կամ Ռուսին կարևոր չէ ում, այլ քո շահերից։ Քո շահերից չի բխում, որ ստեղ լինի այլ երկրի ռազմական ներկայություն։ Ժամանակին, երբ որ ռուսներին բերեցին ստեղ կանգնեցրեցին, դա եղել է որոշում հաճոյանալու համար։
Եվ մնացած բոլոր պրոգրեսական ուժերը դրա համար են, պրոգրեսական որոշումները դրա համար են կայացվել։ Հիմա կա քաղաքականություն, կա ինքնիշխան որոշում։ Բխում է քո շահերից թրիպը, պետք է լինի։ Չի բխում քո շահերից ամերիկյան ռազմաբազան քո տարածքում, չպետք է լինի։ Վերջ։ Ես սա այսպես եմ տեսնում։ Եվ ես նորից եմ ասում, Իրանը մեկ դեպքում կխփեր Հայաստանին, եթե այստեղ լիներ ռազմաբազա, կամ իսրայելական, կամ Իրան, կամ ամերիկյան։ Մենք տեսնում ենք, որ դա չկա, եւ Իրանը շատ հանգիստ է վերաբերվում այդ ամենին։ Պարոն Ստեփանյան, տեսեք, Քոչարյանը նորից խոսում է սեփական վարկանիշի բարձր լինելու մասին, խոսում է վերադառնալու մասին, նախ հասկանանք, թե վերադարձի նպատակը որն է, խոսում է կրկին իր ղեկավարման տարիներին խաղաղ լինելու մասին, երևի խոստանում է այդ խաղաղությունը վերադարձնել, եւ նորմալ է արդյոք, որ մարդը, ով հավակնում է վերադառնալ իշխանության, ղեկավարել պետություն, փորձում է այդ պետության համար խնդիրներ ստեղծել, այսինքն հիմա փորձում է առնվազն փչացնել հայ-իրանական հարաբերությունները, Իրանին տարբեր ազդակներ է ուղարկում։ Սա նորմալ մոտեցում է։ Քաղաքական գործ չի, երկրի նախկին նախագահի Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը չի եղել նորմալ, երբ որ նա ղեկավարել է Արցախը։ Ռոբերտ Քոչարյանի գործողությունը չի եղել նորմալ, երբ որ նա 10 տարի ղեկավարել է Հայաստանը, եւ Ռոբերտ Քոչարյանի գործողությունները չեն կարող լինել նորմալ, երբ որ նա անդիմադիր է։ Սա աքսիոմատիկ է։ Որովհետև Ռոբերտ Քոչարյանը երբևիցե չի ընտրվել, որտեղ Ռոբերտ Քոչարյանը ժողովրդի կողմից նշանակված մարդ չէ իշխանության։ Ինքը վստահության մանդատ երբևիցե չի ունեցել։ Ինքը նշանակված նախագահ է եղել։ Ինքը հիմա նշանակված ընդդիմություն է։ Հետևաբար ինքը պետք է պաշտպանի այն ուժերի շահերը, որոնք իրեն նշանակել են այդ բոլոր պաշտոններում եւ այդ բոլոր կարգավիճակներում։ Սա երկրորդ կարծիք չի կարող լինել։ Դրա համար ես անձամբ Ռոբերտ Քոչարյանի ցանկացած հայտարարությունից չեմ զարմանում, չեմ էլ հետևում ինքը ինչ է խոսում, որ դուք հիմա ասում եք, ես նոր եմ իմանում, որ դες բան ասել։ Որտեվ Ռոբերտ Քոչարյանից սпасել այլ վարքագիծ անիմաստ է, դա երբեք չի լինելու։ Նա միշտ սпасարկել է ռուսական շահը։ Պարոն Ստեփանյան, նաև հասկանանք, թե այնուամենայնիվ ընդդիմությունը ում շուրջ է համախմբվելու, որովհետև չգիտեմ հետևում եք թե չէ, բայց օրինակ առաջին նախագահն էլ է հայտարարություն անում, վերջերս կոչ էր անում համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջ, որովհետև Սամվել Կարապետյանն է ըստ նրա այն ուժը, որ կարող է պայքարել Փաշինյանի դեմ եւ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, երեք հայտնվեց հերթական հայտարարությունը, ասում է Փաշինյանի արևմտյան տերերը Սամվել Կարապետյանի հաղթանակը համարելու են Հայաստանում ռուսական ազդեցության վերահաստատում ամեն ինչ անելու են, որպեսի խոչընդոտեն դրան։ Հիմա նորմալ է առհասարակ առաջին նախագահի կողմից նման հայտարարությունները վերջին շրջանում շատ ենք լսում, որ պետք է բոլորը համախմբվեն Սամվել Կարապետյանի շուրջ։ Եվ արդյոք այս հայտարարությունները նաև շատ բան չեն պատմում առաջին նախագահի կառավարման տարիների մասին, նպատակների մասին, թե ինչու առաջին նախագահը հեռացավ, ինչպես իշխանությունը փոխանցվեց Ռոբերտ Քոչարյանին։ Եթե հետ հայացք գցենք, պարոն Ստեփանյան, ինչի մասին են հուշում առաջին նախագահի այս հայտարարությունները։ Ինձ մոտ ոչ մի զարմանք չի առաջանում, ինչպես եւ Քոչարյանի դեպքում, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանի անձի հետ գոնե իմ համար ամեն ինչ վաղուց պարզ է։ Ով է եղել ինքը, ինչու է նա եկել իշխանության, ինչով է զբաղվել այս բոլոր տարիներին, եւ լինելով իշխանություն, եւ լինելով ընդդիմություն, մարտի 1-ին էլի դեպ, եւ հիմա փորձենք հասկանալ ինչ է ասում եւ ինչու է ասում։ Ես իրոք եթե մենք հետ ենք նայում, հայացք ենք գցում այդ բոլոր տարիներին, մենք հասկանում ենք ինչու ենք մենք այս վիճակում։ Որովհետեւ մարդը, որ ունի այդպիսի քաղաքական ստիպված եմ դա ասել, հայացքներ, չի կարող Հայաստանը, չէր կարող Հայաստանը դարձնել ինքնիշխան պետություն։ Այդ երրորդ հանրապետությունը միֆ է։ Իրենց կառուցած երրորդ հանրապետությունը միֆ է։ Չգիտեմ։ Իմիտացիա էր դա, պարոն Ստեփանյան։ Այո։ Նպատակը ո՞րն էր։ Խաբել սեփական ժողովրդին, որ մենք անկախ ենք, որ մենք ինքնիշխան ենք, եւ ապահովել իրենց իշխանությունը, իրենց իշխանության անցելությունը, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանից Քոչարյան, Քոչարյանից Սարգսյան, հետո որքանով ես հասկանում եմ, իրենք ցանկանում են Կարեն Կարապետյանին բերել, եւս պրոռուսական գծում գտնվող մի գործ չի։ Եվ այսքան այս բոլոր տարիներին իրենք խաբել են մեզ։ Մեզ խաբել են, մեզ ասել են, որ մենք անկախ ենք, մեզ ասել են, որ Արցախն է անկախ, մեզ ասել են, որ մենք հաղթել ենք, մեզ ասել են, որ մենք պաշտպանում ենք Լեռնային Ղարաբաղը, որ Լեռնային Ղարաբաղը պաշտպանում է բացառապես հայ զինվորը։ Եվ եկավ մի պահ, երբ որ մենք հասկացանք, որ դա մեղմ ասած այդպես չի։
Ես ցավով եմ նշում, որ դա եղել է մեր արյան գնով։ Եվ ես ցավով եմ նշում, որ երբ որ ասում եմ մենք հասկացանք, մենք բոլորս դեռ չենք հասկացել։ Այդ այրի սոցհարցումների արդյունքները ինչ են նշում, որ Հայաստանում միջև այս պահին, եթե չեմ սխալվում, հարցվածների 42%-ը համարում են թիվ 1 գործընկեր Ռուսաստանի Դաշնությունը։ Սա կատաստրոֆա է։ Եվ թրիփի մասով կա շատ վտանգավոր նաև այնտեղ տվյալներ։ Սա կատաստրոֆա է, սա նշանակում է, որ մեր ժողովրդի, մեր բնակչության մի մասը միջև հիմա շարունակում է մնալ հանցավոր թմբիրի մեջ։ Մարդիկ չեն հասկանում մեզ հետ ինչ է կատարվել։ Մարդիկ չեն հասկանում Լևոն Տեր-Պետրոսյանները, Ռոբերտ Քոչարյանները եւ Սերժ Սարգսյանները մեզ որտեղ են բերել։ Մարդիկ չեն հասկանում, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը դա միֆ է։ Դա պետականության իմիտացիա է։ Չի կարող լինել պետականություն, որտեղ պաշտպանության նախարարը նշանակվում է Մոսկվայից, այդպես չի լինում։ Չի կարող լինել պետականություն, որտեղ դու պետությունը 3 տարի տանում ես դեպի ասոցիացիան պայմանագիր Եվրամիության հետ, հետո գնում ես Մոսկվա եւ 1 օրվա մեջ բոլորովին հակառակ 170 աստիճան ուղղությամբ երկիրը մտցնում ես մաքսային միության մեջ, այդպես չի լինում։ Սա չի եղել անկախ պետություն։ Եվ ես դες ավելին ասեմ, որ որևէ մեկը թող չասի, որ այստեղ գործող իշխանությանն են պաշտպանում, 18-ին էլ չի եղել։ Մենք սկսել ենք անկախանալ 22-ին, երբ որ վերջին հարվածները ստացանք Ջերմուկում։ Երբ որ մեր գործող ղեկավարությունը վերջապես հասկացավ, որ եթե այսպես շարունակվի, մենք կարող ենք ընդհանրապես քարտեզի երեսից կորչենք որպես ինքնիշխան, որպես Հայաստանի Հանրապետություն, ընդհանրապես։ Այդ ձևական ռեսպուբլիկա Արմենիա, որ գրած է, դա չէր լինելու։ Այնպես ինչպես չճանաչված Լեռնային Ղարաբաղը իջիկ եղավ։ Այս բոլոր մարդկանց քաղաքականության հետևանքն է սա։ Եվ այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ շարունակում է այն գիծը, որ այն ունեցել է, որն այն առաջ է մղել, երբ որ նա հայտնվել է Ղարաբաղ կոմիտեում, երբ որ ՀՀՇ-ն ստեղծվեց, երբ որ Հայաստանը դարձավ դե յուրե անկախ պետություն։ Մենք դե ֆակտո անկախ երբեք չենք եղել։ Մենք միշտ եղել ենք դե յուրե անկախ։ Եվ այս խոսքերը, որը Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է, որ մենք պետք է Սամվել Կարապետյանին ընտրենք, մենք պետք է պրոռուսական լինենք, դրա բաղապացույցն են։ Մենք եղել ենք ինչ-որ կիսաանկախ, անհասկանալի ձևավորում, որը մակում ունեցել է դրոշ, բայց չի ունեցել իրական անկախություն։ Եվ մի բան էլ ասեմ, օրինակ ՀԱԿ-ի ընտրողները, այդպես մարդիկ կան, չէ՞, որ ՀԱԿ-ի ընտրողներ, չէ՞, այդպես մարդիկ երևի կան, ինչ-որ տոկոս հավաքելու են, չէ՞, 0.1%, չգիտեմ։ Իրենք չեն հարցնում, հարգելի պարոն Լևոն Տեր-Պետրոսյան, ՀԱԿ-ը ունի իր տեխնացուն։ Լևոն Զուրաբյանը վարչապետի տեխնացու, դուք գնում եք ընտրությունների Լևոն Զուրաբյան տեխնացիով։ Ինչպես է ձեր կնքահայրը, ձեր կուսակցության ղեկավարը, առաջին դեմքը, ես չգիտեմ, ինչպես է կոչեմ, գուրուն, հա։ Ինչպես է ասում Սամվել Կարապետյանին գնացեք ընտրեք, համախմբվեք Սամվել Կարապետյանի շուրջ։ Սա հարցեր չի առաջացնում ձեզ մոտ։ Այսինքն սա բոլոր տեսանկյուններից դու հարցնում եք նորմալ է թե ոչ։ Ես ասում եմ, սա աննորմալ է։ Եվ պատահական է, որ բոլորը միաժամանակ են կարծես ակտիվացել վերջին օրերի ընթացքում հայտարարություններ են անում, նրանց միացավ նաև Վիտալի Բալասանյանը եւ շատ ուղիղ տեքստով պարոն Ստեփանյան ասաց, որ այո, Հայաստանը պիտի լինի միութենական պետության մաս, ինչպես եղել է 100 տարի առաջ, մենք պիտի հարաբերություններ ունենանք Իրանի հետ, լավ հարաբերություններ եւ լինենք միութենական պետության մաս, դա է մեր գոյության իմաստը կամ միայն այդ կերպ մենք կարող ենք գոյություն ունենալ։ Նորմալ են նման հայտարարությունները, պարոն Ստեփանյան, հատկապես երբ անում է Արցախի նախկին պաշտոնյան։ Պաշտոնյան մի կողմ դնենք։ Ես իրականում ամաչում եմ Վիտալի Բալասանյանի համար։ Ես ամաչում եմ ինձ համար, որ երկար տարիներ ես համարել եմ Վիտալի Բալասանյանին եւ ոմանց Արցախի պատերազմի մասնակիցներին առաջի հերոսներ։ Ես համարել եմ, որ իրենք կռվել են մեր անկախության համար, մեր գոյության համար, իրենք կռվել են հայ ժողովրդի ապագայի համար։ Ես տեսնում եմ, որ ես սխալվել եմ։ Չի կարող լինել հերոս մարդ, որը ցանկանում է, որ իր երկիրը Ես համարում եմ, որ Հայաստանը բոլոր հայերի երկիրն է, կարևոր չի Ղարաբաղցի է, Սփյուռքից է, թե որտեղից է։ Կորցնի անկախությունը եւ դառնա միութենական պետության կամ կարևոր չի, թեկուզ Ամերիկայի 51-րդ նահանգ, ես երկուսին էլ դեմ եմ, 52-րդ կներեք։ Ինձ համար տարբերություն չկա։ Չի լինում այդպես։ Ուրեմն հարց է առաջանում։ Այդ մարդու հայացքները չեն փոխվել։
Ինքն այն ժամանակ էլ էր տենց մտածում, երբ որ կռվել է։ Հիմա էլ է տենց մտածում եւ միշտ տենց է մտածել։ Հարցը առաջանում ինչի համար է ինքը կռվել։ Մենք երկար տարիներ ասում ենք, չէ, Արցախյան հերոսամարտ, մենք կռվել ենք անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար, Երրորդ հանրապետություն, Արցախ։ Հերթական անգամ այս մարդիկ իրենց գործողություններով այդ ամենը կասկածի տակ են դնում։ Ինչն է թույլ տալիս ինձ այսօր ասել, որ Երրորդ հանրապետությունը դա իմիտացիա է եղել, միֆ է եղել, որտեղ այդպեսի մարդիկ են կառուցել այդ հանրապետությունը։ Այդ մարդը, երբ որ կռվել է, ինքը ինչ նպատակ է դրել։ Ինքը նպատակ է դրել, որ Արցախը լինի անկախ, իրոք։ Ինքը չի ուզում, որ Հայաստանի հանրապետությունը անկախ լինի։ Ինքը ինչպես կարող է Արցախի համար պայքարել, որպեսզի Արցախը լիներ անկախ։ Ինքը պայքարում էր մեկ բանի համար, որ Արցախը լիներ Ռուսաստանի մաս։ Ինքը հիմա փորձում է պայքարել փողոցում մի բանի համար, որ Հայաստանը լիներ Ռուսաստանի մաս։ Ինչի է դա այդպես անում, ես չգիտեմ։ Այսինքն ինքնիշխանության դեմ են պայքարում։ Իրենց համար ինքնիշխանությունը արժեք չէ։ Իրենց համար անկախությունը արժեք չէ։ Եվ մի բան էլ ասեմ ձեզ, Վիտալի Բալասանյանը ինքը գոնե ճիշտ է ասում ուղիղ։ Հա, նայում այդ կամերայի վրա ասում է։ Դուք գիտեք Հայաստանում ինչքան Վիտալի Բալասանյաններ կան, որոնք երբեք դա չեն ասելու, բայց իրենք այդ նույն բանն են մտածում։ Վիտալի Բալասանյաններ, որոնք աշխատում են օրինակ ինչ-որ գործարանում կամ հիմնարկությունում, որտեղ տերերը Ռուսաստանից են։ Այդ մարդիկ ուզում են, որ մենք դառնանք միութենական պետության մաս։ Իրենք ուզում են, որ Հայաստանը կիսվի, մասնատվի, չգիտեմ, ինչ ուզում ա լինի։ Մենակ իրենք այդ իրենց աշխատատեղը պահեն, իրենց գումարը ստանան եւ իրենք թքած ունեն թե վաղը իրենց երեխեք այդ ինչա լինելու։ Ինչքան մարդ կա Հայաստանում, օրինակ ԶԼՄ-ի ղեկավար կամ ԶԼՄ-ի սեփականատեր, որը գումարը ստանում ռուսական դեսպանությունից կամ ինչ-որ ռուսական ընկերությունից, կարևոր չի, Ռուսաստանից, ինքը թքած ունի Հայաստանի վրա։ Իրան հետաքրքիր չի ինչ է Հայաստանի հետ լինելու։ Իրան հետաքրքիր է, որ ինքը այդ գումարից չկտրվի։ Այսօր ինքը շարունակի այդ գումարը ստանա, գնա Ֆրանսիայում հանգստանա, կամ Գերմանիայում, կամ Ամերիկայում, կամ Իտալիայում։ Իր երեխաները սովորեն արտասահմանում, գնան արտասահմանում ապրեն, իսկ Հայաստանի իրան հետաքրքիր չի, որտեղ Հայաստանի հետ ինքը չի կապում ոչ իր ապագան, ոչ իր երեխաների ապագան։ Եվ ինքը իր գործունեությամբ ամեն ինչ անում է, այդ պայմանական ԶԼՄ-ի տերը, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի միութենական պետության մաս։ Իր համար կարևորը իր գումարն է։ Եվ այդպիսի ծպտյալ, որոնց ձայնը չի լսվում, ճակերտավոր ռուսասերներ, ռուսամետներ շատ են։ Վիտալի Բալասանյանը գոնե այնքան խիզախություն ունի, որ ուղիղ դա ասում է։ Իսկ մեզ մոտ այդպիսի մարդիկ շատ են։ Իրենք ավելի վտանգավոր են, քան թե Վիտալի Բալասանյանը։ Իրենք են վտանգավոր, որտեղ այս պետությունը իրենք են քանդում։ Իրենք են այդ սոցհարցումների արդյունքները ապահովում, երբ որ մարդկանց ուղեղները թմբիրի մեջ են մտցնում, խափում են, աչքերը փակում են եւ մարդիկ մտածում են, որ Հայաստանը պետք է մեր գործընկերը լինի, թիվ 1։ Ռուսաստանը պետք է լինի մեր գործընկերը, 11-րդ։ Որպեսզի 11, որպեսզի քաղաքական հետևանքներ չունենա դա մեզ համար։ Իհարկե պետք է լինի, ոչ մեկ չի ասում չպետք է լինի։ 10-րդ, 11-րդ, բայց ոչ առաջինը։ Մենք չպետք է ունենանք գործընկեր, որը տնտեսական կապերով մեզ բերի հասցնի մի իրավիճակի, երբ որ մենք իրենից կապված լինենք, կախված լինենք։ Սա կախում է քաղաքական։ Թող 11-րդ տեղում լինի։ Խնդիր չեմ տեսնում։ Ես խնդիր չեմ տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, դա ճիշտ չի։ Դա քաղաքականապես մոտիվացված չի։ Դա Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում, բայց չպետք է առաջինը լինի։ Չպետք է բոլոր ձևերը դնենք իրենց ամբողջում։ Հիմա այս մարդիկ իրենց այդ 2 կոպեկի համար, իրենց կաշվի համար ուզում են այս երկիրը փորը տան։ Ուզում են մարդկանց խափեն, որպեսզի մարդիկ գնան սովորական մարդիկ, որոնք այդ 2 կոպեկը չեն ստանում ռուսից, գնան ընտրեն ռուսին, ռուսական ուժերին ընտրեն, կարևոր չի ինչ տեսքով։ Հա? Վաղը այդ ընտրված ուժերը մեզ դարձնեն միութենական պետության մաս, իրենք այդ իրանց 2 կոպեկը արդեն շատ հանգիստ երաշխավորված շարունակեն ստանան, գնան Եվրոպաներում հանգստանան, իրենց երեխաները Եվրոպաներում սովորեն, Եվրոպաներում ապրեն, իսկ մենք ստեղ դառնանք հերթական անգամ ռուսի ստրուկ եւ ճորտ։ Եվ հələ հարցը թե վաղը ինչ ա լինելու այդ տերը չի վաճառելու մեզ այլ տիրոջը, Թուրքի եւ Ադրբեջանցու տեսքով թե չի վաճառի, թե կվաճառի, ինչպես Արցախի հետ տեղը։ Սա է իրականությունը։ Գոնե Բալասանյանը ուղիղ դա ասում է։
Այսինքն անկախության պետություն ունենալու այդ գիտակցությունը դեռևս չի ձևավորվել մեզանում, պարոն Ստեփանյան, կամ այդ արժեքը դեռևս չենք գիտակցում։ Մեզանից շատերուն ոչ, ցավոք։ Այն օրը, երբ որ այդ հասկացությունը մեզանում լիարժեք ձևավորվի, մենք լավ ժողովուրդը խոսք ունի, ասում մեր դեմը խաղ չկա, մեր դեմը խաղ չի լինելու։ Ոչ մեկ չի կարողանալու մեզ նվաստացնի, ոչ մեկ չի կարողանալու մեզ ստիպի։ Այն օրը, երբ որ մենք բոլորս հասկանանք, որ անկախությունը, ինքնիշխանությունը գերագույն արժեք է, որովհետև միայն անկախ պետությունում, ինքնիշխան պետությունում մարդը կարող է լինել ազատ, մեզ ոչ մեկ չի կարող ստրկացնել դրանից հետո։ Մենք ժողովրդավարություն ենք։ Լավ թե վատ ժողովրդավարություն ենք։ Մեզ մոտ իշխանությունը որոշվում է ընտրությունների ժամանակ։ Այս ամենով ամեն ինչ ասված է։ Եթե մենք բոլորս հասկանանք ինչ են մեզ հետ արել, ինչու են մեզ հետ արել, ովքեր են մեզ հետ արել եւ ինչու են ուզում այդ ամենը կրկնել, մենք դա թույլ չենք տա։ Իսկ եթե մենք դա թույլ չտանք, որևէ մեկը չի կարող մեզ դա ստիպել։ Ուզում է Պուտինը լինի, ուզում է Տրամպը լինի, ուզում է Ալիևը լինի։ Մենք նաև փրկինչներ փնտրելու մոլուցք ունենք, պարոն Ստեփանյան։ Իհարկե ունենք։ Հիմա այդ մոլուցքից ձերբազատվել ենք, թե էլի, ինչպես դուք ասացիք, մասամբ էլի այդ մոլուցքը մեզանում սենց արմատացած է։ Ես շատ եմ տեսնում այդ փրկիչ բառը։ Ես նորից օգտագործելով ձեր եթերը ասում եմ, փրկիչներ չկան։ Ցանկացած օտարազգի, ով ուզում է լինի։ Իրենք ռուսյանով են, չէ՞, երթվում։ Ինձ համար տարբերություն չկա ռուս թե ամերիկացի։ Ցանկացած օտարազգի իր շահը ունի։ Ինձ համար, որպես հայի համար, հա, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական մեկ հարց կա։ Այդ շահը իմ շահի հետ, իմ երկրի շահի հետ նույնական է թե ոչ։ Թրիպը նույնական է։ Թրիպը նույնական է։ Դրա համար ես դա ողջունում եմ։ Նոյեմբերի 9-ը նույնական չի։ Միութենական պետությունը դա ազատություն չի, դա ստրկություն է։ Ռուսաստանի հետ փորձել հարաբերությունները կայունացնել, նորմալացնել, բարձրացնել բարձր հիմքի վրա, նշանակում է մեկ բան՝ մտնել Ռուսաստանի տակ եւ թույլ տալ, որ Ռուսաստանը քո փոխարեն որոշումներ կայացնի։ Այն էլ այս իրավիճակում, երբ Ռուսաստանը պատերազմի մեջ է։ Այո։ Այսինքն այս մարդիկ ասում են այս իրավիճակում մեր լավագույն շահը Ռուսաստանի հետ լինելն է, Իրանի հետ լինելն է։ Այո, դա աբսուրդ է։ Ռուսաստան, Հայաստան, Իրան, ոնց էին ասում, որ գիծ է գնում, հա, չգիտեմ, ինչ է գնում, բևեռա, չգիտեմ, ինչ է, մի խոսքով։ Սա աբսուրդ է, բայց տեսեք, ես այսօր եկել եմ ձեզ մոտ, ձեր տաղավար, դուք ինձ այդ հարցերն եք տալիս եւ ես պատասխանում մեկ բանի համար, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը մինչեւ այսօր կան մարդիկ, որոնք այդ աբսուրդին հավատում են։ Եվ սա խնդիր է մեզ բոլորիս համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որովհետեւ այս մարդիկ կարող են մեզ նորից փորը տան։ Այնպես ինչպես Արցախը փորը տվեցին։ Սա խնդիր է։ Դրա համար մենք պետք է անընդհատ այդ մասին խոսենք, անընդհատ պետք է մարդկանց բացատրենք, փորձենք հասկացնենք, որ սա այսպես է, որ Սորոսը մեզ դրա համար փող չի տալիս։ Որ մենք մտածում ենք մեր երկրի ապագայի համար, մեր երեխաների ապագայի համար, մեր համար։ Պետք չի ինչ-որ մեկը քեզ փող տա, որպեսզի դու քո կաշվի մասին մտածես։ Դրա համար փող պետք չի տալ։ Այդ իրենց ենք փող տալի, իրենք սովոր են դրան։ Ես չեմ կարծում, որ 2 կոպեկն է գլխավորը։ Գլխավորը քո երկիրն է, քո տունն է։ Դու հիմա քո տունը այդ 2 կոպեկի համար, լավ, սենց հարց տամ այդ մարդկանց։ Իրենք ունեն սեփական տուն X տեղում Հայաստանում։ Հիմա որ գան վաղը $2000 տան։ Այդ տան ապագան կասկածի տակ կդնես։ Կամ բանալիները 10 հարևանին։ Չէ, բանալիները չէ։ Ու դու գիտես, որ դրա արդյունքում 20 տարի հետո կարող է բանը գա էքսկավատորը, քո տունը քանդի։ Կարող է գա, կարող չգա։ Բայց դու այսօր նախ դա $2000 է, բայց կանես տենց բան։ Չես անի, չէ։ Բայց անտեր Հայաստանն էլ է, չէ, մեր տունը։ Մենք էլ տերն ենք։ Ինչի է անտեր։ Ինչի է մեր երկիրը միջև այսօր շարունակում մնալ անտեր, որովհետև բոլոր հայերը չեն համարում այս երկիրը իր սեփականությունը։ Չեն համարում, որ մենք ենք տերը։ Ես միշտ դա ասում եմ, տենց երիտասարդական շարժում կա, ասում են մենք ենք տերը մեր երկրի։ Սա ոսկի խոսքեր է։ Ամեն մի հայ պետք է գիտակցի, որ այս երկիրը Իրանն է։ Երբ որ մենք դա գիտակցենք, մեր դեմը խաղ չի լինելու։ Բոլոր հակառակ պարագաներում մեզ կարող են նվաստացնել, մեզ կարող են ծախել, մեզ կարող են փողը տալ, մեր արյան հաշվին իրենց շահերը կարող են այնինչ մեզ հետ տեղի է ունեցել 88-ից սկսած։ Մինչև 23-ը։ 23-ին փակվել է դա։ Ես հուսով եմ, որ չի բացվելու։
Բայց եթե մենք նորից գնանք բոլոր առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, 15-րդ նախագահների հորդորները լսենք, անտրամաբանական, անթասիբ, աննորմալ, վաղը մենք կարող ենք նորից մեր արյան գնով վճարել այդ ամենի համար եւ մեր երեխաները։ Եվ մի բան էլ ասեմ, մեր ծնողները, իմ սերնդի ծնողները մեզ շատ վատ ժառանգություն են թողել։ Օրինակ, Մեզ թողել են մի հակամարտություն, որը լուծված չի եղել, չլուծված է եղել։ Մեզ թողել են երկիր, որը մերը չի եղել։ Մեզ թողել են օլիգարխների կողմից կառավարվող պետություն։ Մենք ոչ մի բանի տեր չենք եղել։ նաև մտածողություն որոշակի։ Մտածողությունը դա ամենամեծ արատն է, ամենամեծ արատն է։ Ես զարմանում եմ, ինչպես եմ ես մեծանալով այս մթնոլորտի մեջ, այդ մթնոլորտի product չեմ դարձել։ Ես հիմա պետք է ռուսասեր լինեի։ Որտեւ ես երկար ժամանակ երեխա ժամանակվանից Первый կանալ եմ նայել, ռուսական թերթեր եմ կարդացել, ռուսական, ես ռուսերեն եմ, չէ՞, կարդում հիմնականում։ Հա, ես պետք է լինեի ռուսամոլ հիմա այս պահին։ Եվ շատերի պես։ Հիմա մենք պիտի ամեն ինչ անենք, մեր սերունդը ելնի, որպեսզի մեր երեխաներին թողենք անկախ, իրական ապահովված Հայաստան, որտեղ մարդիկ ունենալու են մտածելակերպ նորմալ։ Մեր աշխատանքը սա է, որտեղ մարդիկ ստրուկ չեն լինելու, որտեղ մարդիկ ճորտ չեն լինելու, որտեղ մարդկանց հիմնական ցանկությունը լինելու է լինել ազատ, ապրել սեփական երկրում եւ լինել այդ երկրի տերը։ Սա է։ Ես հիմա ամեն ինչ անում եմ իմ այս համեստ գործունեությամբ, որպեսզի իմ երեխային դա բացատրեմ։ Իմ համեստ մակարդակով։ Եթե մեզանից յուրաքանչյուրը մեր երեխաներին դա բացատրի եւ ամեն ինչ անի, որպեսզի այս կոնֆլիկտը Ադրբեջանի հետ փակվի, մենք չթողենք իրենց հերթական անգամ կոնֆլիկտ, որը չի փակվել, որտեղ ռուսն է պարազիտ անում, չգիտեմ, պարսիկն է պարազիտ անում, պատերազմ է լինելու հետո։ Հիմա կարողա չլինի, հետո լինի։ Մեր երեխաներն են զոհվելու։ Ինձ համար սա գերագույն նպատակ է եւ արժեք է։ Ես չեմ ուզում իմ ծնողների սխալները կրկնեմ։ Մեր բոլորիս։ Հիմա մենք ունենք ճանապարհ, կարծես թե կանգնել ենք այդ ճանապարհի վրա, մենք պետք է ուղղակի այդ ճանապարհից չշեղվենք։ Վերջ, ուրիշ բան չի մնում մեզ։ Ահագին լավացել է վիճակը։ Եվ այդ մնացածը, որ մինչև հիմա Ռուսաստանին համարում են թիվ 1 գործընկեր, այդ 42%-ը, իրենք էլ պետք է աստիճանաբար ուշքի գան։ Ես հասկանում եմ, որ այն դեսպանատնից Ռուսաստանից փող ստացողները երբեք ուշքի չեն գա։ Իրենք ամեն ինչ հասկանում են։ Իրենց համար ամեն ինչ պարզ է։ Իրենք այդ փողը վերցնում են, իրենց ապագան, վաղը եթե պատերազմ եղա, ասենց ասեմ, իրենց երեխաները չեն զոհվելու այդ պատերազմում, մեր երեխաներն են զոհվելու։ Իրենց երեխաները Եվրոպայում են ապրելու։ Դրա համար մենք պետք է այդ ամենը հասկանանք, գիտակցենք, կայացնենք ճիշտ որոշում, այդ թվում նաև հունիսի 7-ին, եւ դրանից հետո կայացնենք ճիշտ որոշումներ, որպեսզի երբեք չթողենք, որպեսզի մեր արյունը, մեր երեխաների արյունը սնի այլոց օտարների շահերը։ Պարոն Ստեփանյան, մենք այդ մարդկանց որոշակիորեն այսպես մեղադրում ենք ռուսամետ լինելու համար, բայց տեսեք, ռուսական քարոզչամեքենան աշխատում է եւ հետո այդ հիբրիդային պատերազմ ասված բառը դա պարզապես գեղեցիկ բառ չէ, օրինակ վերջերս հենց Factor TV-ն էր բացահայտում արել, թե ինչպես ամերիկյան թերթի անվան ներքո գավառում գրանցված ինչ-որ մի հատ բիզնես Մոսկվայից թերթեր է բերում այդ անհատը եւ թերթեր է բաժանում անվճար, այսինքն ռուսական քարոզչամեքենան աշխատում է եւ փորձում է ցույց տալ, թե ինչքան կործանարար է Արևմուտքը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, այդ թվում նաև TRIP-ը ինչքան վտանգավոր կարող է լինել։ Եվ այս թեզերը տարածվում են հենց արևմտյան թերթերի ներքո, սա է, հիբրիդային պատերազմն էլ պոզով պոչով չի լինում։ Մենք մի քանի անգամ ձեր զրույցում ասացիք, որ մենք անկախ չենք եղել դե ֆակտո երբեք։ Հիմա մենք արդյոք դե ֆակտո անկախ ենք, ազատ ենք, ժողովրդավար ենք եւ արդյոք կարողանում ենք նաեւ այդ ժողովրդավարությունը պաշտպանել, որովհետեւ պարոն Ստեփանյան, տեսեք, տպավորություն է, որ յուրաքանչյուր մարդ, որ հաշտ չէ անկախության ինքնիշխանության հետ, կարող է բարձրանալ եւ նման հայտարարություն անել, որ ես այս երկիրը տեսնում եմ միութենական կազմում, ես այս երկիրը տեսնում եմ Իրանի հետ կամ այս երկրի հետ, մյուս երկրի հետ։ Սա նորմալ է արդյոք եւ արդյոք նման հայտարարությունների համար որոշակի պատասխանատվության պիտի չենթարկվեն։ Հասկանանք, արդյոք նորմալ են նման հայտարարությունները եւ արդյոք դուք ձեր խոսքում ասացիք, պիտի այդ 42% ուշքի գան։ Այստեղ ուշքի գալու անհրաժեշտություն չկա նաեւ որոշ պատկան մարմինների մոտ, որ պիտի արձագանքեն նաեւ։ Հանրությունն էլ պիտի հասկանա, որ դա վտանգավոր է եւ այդ վտանգավոր հայտարարությունների ետևից գնացողներ կան։
այն, որ իշխանությունը իր որոշումները կայացնելու գործում եւ հարցում անկախ է դե յուրե եւ դե ֆակտո, դա կարծում եմ փաստ է։ Հետևաբար այդ իշխանությունը, որը դե ֆակտո եւ դե յուրե ունի հնարավորություն եւ պարտականություն անկախ որոշումներ կայացնելու, դա նշանակում է, որ նա պետք է կայացնի որոշումներ եւ բոլոր այն մարդիկ, որոնք հնչեցնում են հակասահմանադրական հակաօրինական կոչեր, պետք է պատժվեն։ Այլ հարց է, որ նախընտրական շրջանում շատ հնարավոր է, որ իշխանությունը ինչ որ դիվանագիտական, ներքաղաքական մոտիվներից ելնելով այդպիսի որոշումներ չի կայացնում։ Դա այլ հարց է, դա այլ խնդիր է, բայց այն որ դա նրանց պարտականությունն է, դա կարծում եմ ակնհայտ է։ Այսինքն որ ընդդիմությունը դրա հաշվին դիվիդենդներ չստանա։ Դե հիմա որ Բալասանյանին փակեն, միանգամից ինչ են ասում, քաղ բանտարկել է։ Չէ՞։ Ասել են ինքը իրանք փող շատ ունեն, չէ՞, թալանած։ Միանգամից 10-20 հատ դատապաշտպան կվարձեն, այդ թվում նաև դրսից, այդ թվում նաև հրյա։ Իրենք կգան, այդ օրենքը շուր կտան, շուր կտան, կթարգմանեն, ասեն, այստեղս մի բառը սխալ է գրած։ Դե մեր դատավորներն են, որոնք լավագույն դեպքում ունեն ցածր կվալիֆիկացիա, ցածր կրթական ցենզ, իսկ վատագույն դեպքում Քոչարյանի եւ Սարգսյանի կողմից նշանակված մարդիկ են, համապատասխան որոշում կկայացնեն։ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական պայմանագիրը կասեն, մենք ունենք անկախ դատական իշխանություն, որ այսպիսի որոշում է կայացել, ինչ անենք։ Գնանք ասենք, չէ, մի արեք։ Հեսա։ Լուծումը այս ամենի, պարոն Ստեփանյան, էլի գալիս են 26 թվականի աշխատել հասարակության հասկացող, գիտակցող մասը պետք է աշխատի հասարակության չհասկացող, ով ուզում է թող նեղանա, ով ուզում է թող չնեղանա, ինձ համար սա գոյաբանական խնդիր է։ Ինձ համար սա իմ պետության, իմ հայրենիքի գոյաբանության հարց է, գոյաբանական հարց է, մակարդակը սա է։ Դրա համար ես դա ասում։ Պետք է աշխատեն եւ բացատրեն։ Ես միշտ ասում եմ, եթե ես մեկ հարցազրույցի ժամանակ կարողանամ մեկ հոգու բացատրեմ, ինչ են իր հետ արել, ինչ են մեր հետ արել եւ ինչու ենք մենք այսօր այստեղ, եւ ինչու են մնացածները ասում, որ ոչ պետք է ռուսի պոչը բռնենք, ինձ համար սա գերագույն բան է, նպատակ է։ Եվ ես համարում եմ իրոք սա ձեռքբերում։ Եթե մի հոգու կարողանամ բացատրեմ ինչա տեղի ունեցել։ Ես երեք միտեղ նստել եմ, Պարսկաստանի համար, Իրանի համար մարդիկ sense բան են անում, ծափ են տալի։ Ասում են ուր է մի հատ իրանք հաղթեն ամերիկացիները։ Այդ Իրանը մեզ համար ինչ է արել։ Այդ Իրանը, երբ որ Արցախում մարդկանց սպանում էին, ոչնչացնում էին, վառում էին, ինչ է արել այդ Արցախի համար։ Ընդհանրապես Իրանը Հայաստանի համար ինչ է արել։ Մեկը այդ հարցը չի բարձրացնում։ Չասում է իրանցիները պետք է հաղթեն, ամերիկացիները վատն են, իրանցիները վատն են, լավն են։ Չկա լավն ու վատը։ Կա շահ։ Հիմա այս մարդկանց գնալ բացատրի, որ մեր Հայաստանի Հանրապետության շահերից բխում է հետևյալ սցենարը, որ Իրանում լինի շուտ, արագ, հնարավորինս արագ իշխանապողություն, որ Իրանը դառնա ժողովրդավար երկիր, որ ոչ թե չալմայով տերտերը որոշի, թե ով պետք է կախահան լինի, ով պետք է վարվի, ում պետք է քարերով սպանեն, քարկոծեն հրապարակում, այլ դատարանը պետք է որոշի, որ Իրանը եթե դարձավ ժողովրդավար, մեզ համար բացվելու է, աշխարհի համար է բացվելու, որ մեզ համար լինելու է հանգիստ տրանզիտ ճանապարհ, որ այս տարածաշրջանում իրավիճակը վերջնականապես կփոխվի, որ Ռուսաստանի ոտը կկտրվի այստեղից վերջնականապես, եթե Իրանը դարձավ ժողովրդավար երկիր։ Դե այդքանը բացատրի։ Ասում չէ, լավ կլինի, որ Իրանում դե գնա բացատրի, որ իրանցի ժողովուրդն է տարապում այդ իշխանության ձեռը։ Այսինքն մենք մեր շահը չենք տարբերում։ Դե չենք տարբերում, էլի դե չենք տարբերում, ինչ անենք։ Իմ ցավը ինչու՞մ է, որ ես այդ ամենը լսում եմ մարդկանց շրջանակում, որոնք ինձ օտար չեն։ Հասկանում եք, ցեղանի շուրջ եմ լսում։ Ինչ անեմ։ Հիմա գիտեք, մարդկանց ուղեղում կան կլիշեներ եւ նարատիվներ։ Ես չգիտեմ, հետո է մցրել, ոնց է մցրել, ռոպագանդան է մցրել, թե աշխատավայրում են մցնում, թե չգիտեմ, այդ չեմ կարող ասել։ Դրանց հետ պետք է պայքարել։ Պետք է ուրիշ ճանապարհ չկա։
Եվ վերջում պարոն Ստեփանյան, գանք էլի ընտրություններին, քանի որ խոսում ենք երևույթների մասին, որ մենք ավելի շատ էմոցիաներով ենք դատում, այդ կլիշեներով, այդ նարատիվներով, արդյոք մենք գիտակցում ենք, հասկանում ենք, թե ինչ է սպասվում 2026 թվականի հունիսի 7-ին, հասկանում ենք այդ կարևորությունը, որքան էլ որ վարչապետը այն անվանեց պատմաքաղաքական, բայց արդյոք հանրության մոտ այդ ընկալումը կա եւ ինչպես դուք ասացիք, այն ուժերը, ովքեր առանց վախենալու, առանց երկմտելու, բացահայտ տեսախցիկների առաջ հայտարարում են, որ Հայաստանը պիտի միութենական պետության կազմ դառնա։ Արդյոք այս մարդիկ հասկանում են, թե ուր են տանում իրենց, ինչ է լինելու իրենց հետ։ Ցավոք ոչ բոլորն են հասկանում։ Չէ, ոչ բոլորն են հասկանում։ Կարծես թե մեծամասնությունը հասարակության հասկանում է եւ սա արդեն լավ է։ Բայց հասարակությունում կա զանգված, որը ընդհանրապես չի ցանկանում ընտրություններում մասնակցել, դա շատ վատ է։ Հասարակությունում կա զանգված, ինչպես է եղել չէ նախկին տարիներին, մարդը նստած է, գալիս է իր քավորը, եղբայրը, բարեկամը, սանիկը, կարևոր չի դուք ընտրեք, ասում է, գիտես, գնա բանին ընտրի էլի։ Քոչարյանին, Սարգիս, կարևոր չի ում, որովհետև իմ համար լավ է լինելու, որ իրենք հաղթեն, իսկ որ իմ համար լավ լինի, քո համար էլ է լավ լինելու։ Եվ մարդը գնում է այդ պատճառը հետևանքային կապով եւ մոտիվացիայով ընտրությունների, համապետական ընտրությունների եւ ընտրում է իշխանություն, որը երկիրը 5 տարի կառավարելու է։ Ռեֆլեքսիայով, հա։ Սա աբսուրդ է։ Չէ, եւ ռեֆլեքսիա չի սա։ Սա ընդհանրապես ինչ որ նեղ անձնական մի հոգու շահը սпасարկելու ցանկությունն է։ Բայց լավ այդ մարդը իրեն չի հարցնում, բավախը որ այդ իշխանությունը ընտրվեց այդ Քոչարյան Սարգսյան չգիտեմ ինչան։ Բավախը որ իրանք բերեցին պատերազմի Ռուսաստանի շահերը սпасարկելու նպատակով։ Բայց իմ երեխան չի գնալու պատերազմում կրվի։ Կարող է զոհվի ինձ։ Իսկ եթե Հայաստանը դարձավ միութենական պետության մաս, կարող է վաղանց լինի մեզ էլ մտցնեն ինչ-որ սանկցիաների, պատժամիջոցների տակ, թե սովից սատկենք։ Կամ Ուկրաինայում պատերազմի մասնակցենք։ Կամ վաղը իրոք իմ որդուն վերցնեն, կամ ինձ վերցնեն, եթե ես երիտասարդ եմ, տանեն Ուկրաինա, եւ մենք այնտեղ Ռուսաստանի համար զոհվենք։ Չեն մտածում։ Այսինքն այդ նժարտերը շատ տարբեր են։ Ստե ինչ որ մարդու շահը, որը վաղը փախնելու է, վաղը խնդիր որ եղավ, այդ իր ընտրության արդյունքում ինքը, եթե ինքը այդ հարցերում կա, ինքը ուրեմն դե ունի արդեն պահեստային աերոդրոմ, տներ, հա, չգիտեմ ինչեր, ինքը փախնելու է, դու մնալու ես։ Այսինքն չի կարելի համապետական ընտրություններում գնալ եւ ընտրել ինչ որ մեկին, որովհետեւ ինչ որ մեկը քո քավորը, սանիկը, եղբայրը, բարեկամը կամ հարևանը եկել ասել է, գիտես ինչ կա, լավ կլինի էլի իմ համար, որ դու ընտրես, քո համար էլ լավ կլինի։ Կամ որ քեզ ընդ տեսել ես հարևանը գարաժ ունի, նա դե գարաժ դու կսարքես։ Դրա գինը շատ թանկ է լստելու քո վրա։ Եվ մի բան էլ ասեմ վերջում։ Ծանր զրույց է մեզ մոտ ստացվում, բայց պետք է խոսել, որ մարդիկ ամեն ինչ իմանան։ Մենք ունենք մի խումբ Հայաստանում մարդկանց, այս վերջերս ոնց որ դե այդքան ակտիվ չեն, զոհվածների հարազատներ, որոնք անընդհատ դուրս են գալիս, այս իշխանության դեմ են խոսում, ինչ որ հանցագործություններ են կատարում, չէ՞, եւ մեղադրում են գործող իշխանությանը, որ իրենց զավակները մահացել են 44 օրյա ժամանակ գործող իշխանության մեղքով։ Ես այդ մարդկանց մի հատ անակնկալ ունեմ, այդ երեխաները մահացել են իրենց մեղքով։ Ծանր է դա հասկանալ, ծանր է դա ընդունել։ Մահացել են, որովհետև այդ մարդիկ ժամանակին գնացել են փողով, ծանոթով, բարեկամով, խնամիով, գարաժի համար, ընտրությունների։ Ընտրել են հանցավոր իշխանություն, որը 30 տարի սпасարկել է ռուսական շահը, որը չի կառուցել անվտանգություն, որի պաշտպանական ամրությունները եւ գծերը ծակ էին, կանսերվի բանկաներով էին կախված։ Եվ վերջում եղել է այնինչ եղել է։ Իրենց որդիները մահացել են, ես շատ եմ ցավում իրենց համար։ Բայց այն օրը, երբ որ դու հասկանաս, որ դա եղել է քո սեփական մեղքով եւ պատասխանատվությամբ, դու շանս կստանաս։ Դու շանս կստանաս ունենալ ավելի լավ ապագա։ Մանավանդ որ պետության հոգացության ներքո եւ շնորհիվ ես շատ ուրախ եմ դրա համար։ Այդ մարդիկ հիմա նոր երեխաներ են ունենում։ Այ մենք բոլորս պետք է դա գիտակցենք, եւ մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք այս ընտրություններում, որ մենք այդ մարդկանց օրը չընկնենք։
Ես շատ եմ ցավում իրենց համար, ես շատ եմ ափսոսում, բայց իրենք պետք է սա գիտակցեն։ Եվ մենք բոլորս պետք է սա գիտակցենք, որ վաղը բոլորս այդ կարգավիճակում չհայտնվենք։ Շնորհակալ եմ պարոն Ստեփանյան, ծանր, բայց ուսուցողական զրույցի համար։ Ես եմ ձեզ շնորհակալ հնարավորության համար։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ, կհանդիպենք։